Նախորդ շաբաթ ազգային ժողովի հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը բրիֆինգի ժամանակ հայտարարեց, որ իրենք կարողանում են հիմնավոր բացատրել քաղաքացիներին սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, քաղաքացիները թացը չորից տարբերում են։ Երիտասարդ դաշնակցականները նշում են, թեև հայ հեղափոխական դաշնակցությունը վճռական այո է ասում սահմանադրական փոփոխություններին, հանրության մոտ սակայն սահմանադրությունը որպես արժեք չի ձևավորվել եւ իշխանության ցանկացած նախաձեռնությանը հանրությունը դեմ է։ Նրանք նշում են, որ շատերը ոչի կողմնակից են։ Եվ մարդիկ հրաշալի հասկանում են, ընկալում են, բազմաթիվ հարցեր են տալիս, մոտ 10-ից 15-20 հարց են տալիս յուրաքանչյուր հանդիպման ժամանակ։ Մենք հարցերի պատասխանում ենք, պարզաբանում ենք։ Մի բան ինձ համար շատ կարևոր է։ Ես ամենավատ ծառայությունը համարում եմ ոչի որոշ կողմնակիցների, ովքեր հայտարարում են, թե ձեզանից ոչ մի բան կախված չի, մեկ անցկացնելու են, դուք ոչ մի բան չեք կարող անել եւ այլ եւ այլ։ Սա ամենավատ ծառայությունն է մեր ապագային։ Մեր նպատակն է հակառակը, ակտիվացնել մեր քաղաքացիներին այն հատվածին, ովքեր դեռ իրենց վստահում են, հույս ունեն, որ կարող են բան փոխել, որ իրենց ձայնը կարևոր է, վճռական է եւ իմ նպատակն է այդ մարդկանց թիվը ավելացնել։ Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Ջանի Խաչատրյանը մեծ զրույցում նշեց, որ շատ նորմալ է, երբ հանրությունը բացասական է վերաբերվում իշխանության յուրաքանչյուր առաջարկին։ Նրա խոսքով դաշնակցությունը 25 տարի է ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատկերացնում է որպես խորհրդարանական երկիր։ Այո, ոչի բանավեճեր են կազմակերպում, որպեսզի ավելի ընդգրկուն պատկերացնենք խնդրի երկու կողմերը։ Մենք որպես այսպես ասած խոսողներ, երիտասարդներ, որ ավելի մոտիկ ենք քաղաքացիներին, փորձում ենք ավելի պարզ բառերով մարդկանց բացատրել։ Օրինակ գյուղում հանդիպումների ժամանակ չես կարող մարդուն բացատրել այն իրավական կողմերը, որը նրան ավելի բարդ հասանելի է, ավելի կենցաղային մակարդակ։ Երիտասարդ դաշնակցականը նշեց, որ գյուղերում եւ սահմանամերձ գոտիներում չեն հասկանում սահմանադրության էությունը։ Նրանց հետաքրքիր է, թե ինչ կլինի սահմանադրությունը ընդունելուց հետո։ Հայաստանի հայ հեղափոխական դաշնակցություն երիտասարդական միության ներկայացուցիչ Լուսինե Քարամյանն էլ փաստեց։ Շատերը, այո, երևի թե ոչի կողմնակից են, բայց իրենք էլ չգիտակցելով, թե ինչի։ Երիտասարդ դաշնակցականը վստահ է, որ եթե իշխանությունը սահմանադրական փոփոխությունների հիմքում դրած լիներ վերարտադրության խնդիր, կարող էր ուրիշ քայլ ձեռնարկել։ Օրինակ եման ինչպես գործեցին ԵՏՄ անդամ տարբեր պետություններ, պարզապես սահմանադրության մեջ փոփոխություն արեցին, որ նախագահի իշխանության ժամկետը անսահմանափակ է դառնում։ Իսկ մենք գնում ենք այն քայլին, որ դարձնում ենք խորհրդարանական հանրապետություն։ Այսինքն ես չեմ կարծում, որ վերարտադրվելու ինչ-որ կամ եթե նույնիսկ կա, պետք է բոլորովս արդեն սահմանադրական փոփոխությունների հետո պայքարենք, որ այդպիսի բան չլինի։ Իսկ ես կարծում եմ, որ այդ ներուժը մենք ունենք։ Մասնագիտությամբ իրավաբան Լուսինե Քարամյանը ընտրական օրենսգրքի հետ կապված խնդիրներ է տեսնում սահմանադրության փոփոխված տեքստի մեջ։ Հետագայում մենք խնդիր ենք ունենալ նաև ընտրական օրենսգիրքը վերափոխելու ու այդ հարցում արդեն կարծում եմ պիտի նաև ընդդիմադիր ուժերի հետ համագործակցենք, որպեսզի կարողանանք մեր բոլորիս համար, ժողովրդի համար ձեռնտու տարբերակով ընդունենք ընտրական նոր օրենսգիրք։ Սիրանուշ Պապյան, Արթուր Ղահրամանյան, Առաջին լրատվական։